Պարոն Ստեփանյան, ժամեր առաջ հայտնի դարձավ, որ այրել են ձեր ընտանիքին պատկանող մեքենան, ես խնդրեմ միջադեպի մասին ասեք, ինչ որ տեղյակ ոնց է տեղի ունեցել։ Մեքենան իմ անունով է, բայց վարում է կինս, երեխաներին դպրոց պարապմունքի իր մեքենան է, ժամը 4 երեկոյան գիշերը 04:00-ի հատվածում մեծ գմփուն լսվեց, մեծ ձայն լսվեց, մինչև այդ պահին արդեն քնից արտացակ իջանք, մեծ բոցով վառվում էր մեքենան արդեն, ինչքան կարողացանք ջրով կամ դիմացի հարևանները շլանգով ջուրը բերեցին, բայց չէին կարողանում ավտոյի մոտիկ գնալ, իդեպ հանգցրեցինք, մինչև արդեն ԱԻՆ-ի աշխատողները կմոտենային, հանգցրեցինք միձև, բայց ամբողջությամբ այրվել է մեքենան, այդ ոստիկանները ժամանեցին եւ հենց իրանք արդեն արձանագրեցին, որ մեքենայի մեջ փայտ էր վրան ծայրին շորոփաթած բենզինով եւ մեջը արդեն բենզին էր լցրած։ Այդ բոլորը ոստիկանները տեսան, բենզինը ջարդել են պատուհանը ու գցել են մեջով առել։ Ինչ հետ է կապում միջադեպը։ Միայն քաղաքական հայացքների, ընդդիմադիր հայացքների համար, որ այս քաղաքական ոչ լեգիտիմների ամբողջս կոռուպցիան բացահայտում ենք, չկարողացան ոչ մի պիտակ կպցնել, իրենց իրաց նախկիններ, լափածներ, կաշառակերներ, ուրիշ ոչ մի բանով չեն կարողացել, որովհետև չեն կարող դիմաց կանգնեն, հարց տան, որի պատասխանը չստանան։ Անցան այս կարմիր գծերը արդեն ահաբեկչություն է։ Սա համարում եք հարցակում նաև ձեր ընտանիքին։ Միանշանակ, որովհետև 3 երեխա ունեմ անչափահաս, հիմա նրանք գտնվում են վախեցած վիճակում, որովհետև հենց իրենց պատահանի տակ այդ գմփուրն ու այդ բաժարը եղել, այս ամեն ինչի համար ես խոստանում եմ, հետաքրքիր պատասխան կստանան իրենք։ Այսինքն այդ մարդիկ այրելով ձեր մեքենան, որը շատ մոտ է կանգնած տանը ձեր, այսինքն մարդիկ չեն էլ հետաքրքրվում, կարող հրդեհ բռնկվել տանը, այսինքն ընտանիքը քնած։ Մեքենան հենց երեխաներ, որտեղ երեխաներն են քնում, իրանց սպալնիայի, իրանց դնջասենյակի դիմացն է եղել։ Այդ կրակ այդ բոցը եթե չհասցնեին հարևանները օգնեին, այդ ամենը տուն էր մտնել։ Ինչ են ասում իրավապահները, ինչ որ հիմա դե իրավապահները առաջին որ եկան, տեսան, ասին հա պարզ է արդեն որ ապակին կոտրել են, բենզինը լցրել մեջը, որովհետև իրանք սա տեսան ինչա կատարում։ Իրանք էլ պարզ հասկացան, որ ուղղակի այրել են մեքենան։ Տեսախցիկներ կան փողոցում, որ արձանագրացին։ Ես 10 տարուց ավել է այս տանը ապրում եմ, նորակառույց ես եմ սարքել այս տունը, երբևիցե տեսախցիկ ես չեմ դրել, երբևիցե այսպես ասած ռեշոտկաներ չի եղել, դրան դուռը բաց եղել, ես ոչ մեկի հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ, իմ խնդիրն է այս իշխանությունները, ՔՊ։ Ես նորից ասում եմ, ոչ մի բանով չեն կարող վախեցնել, ինչ ուզում են անեն, մեքենա կայրեն, անցան կարմիր գծերը խնդրեմ պատրաստենք ամեն ինչ։ Մենք գիտեինք ուր են գնում, ինչի համար։ Սա կարծում եք նաև ուղերձ է ընդդիմության, իշխանության կողմից, որ այսուհետ նաև ընտանիքը կտիրախավորվի։ Տիգրան Ավինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, չէ՞։ Սրանից հետո ինչ պատասխան, ուղղակի ուզում եմ ասեմ, մենք չենք անցել կարմիր գծերը։ Մեր համար տունը, երեխաները, ընտանիքի վրա գնալը դա սրբապղծություն է, դե իրենց ասած լավ տղություն չի, իրանք ու լավ տղա լինեն ուր, անցան, մոտիկացան իմ ընտանիքին, համապատասխան պատասխանը կստանան բոլորը։ Տրված ապակին։ Արմեն։
Բարդես Վանթևանյան, ինչպես է գնահատում ես միջադեպը։ Հատկապես որ ընտանիքի փաստորեն անվտանգության մասին չեն մտածել մարդիկ, կարող նաև տուն է հրդեհվել ոնց տեսնում ենք։ Շատ բացասական եմ գնահատում ես ամեն ինչին, ինչ որ տեղի ունեցել։ Գիշերը 4-ից էր, որ այս process-ը եղել է եւ հաստատի երեխաներին են նաև ահաբեկել։ Անձնական առումով Գևորգ Ստեփանյանը որևէ հակասությունների դաշտի մեջ չի գտնվում եւ սա իր հանրային քաղաքական գործունեության հետ է կապված, ակնհայտ է եւ այն ամենաթողության ֆոնին, որ մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանում կայ մասնավորապես Երևանի իշխանությունների հետ լկտի եւ սանձարցակ պահվածքը որ տեսնում ենք, սա այդ ամեն ինչի շարունակությունն է, այդ ամեն ինչի հետևանքն է։ Գևորգ Ստեփանյանը գիտեք ակտիվ քննադատում է այս իշխանությունների վարած քաղաքականությունը եւ մենք առաջին վարկածը որ ունենք կապում ենք իր հանրային քաղաքական գործունեության հետ։ Շնորհակալ եմ։